Պարոն Պողոսյան, այդ օրերին եւ ձերբակալությունները կար, դուք էլ գնացել եք ՀՄԿ-ի տաղավար, ի թիվս այլ մանրամասնությունների, որոնցից ընդամենը մեկ դերվակ եմ ուզում առանձնացնել, դուք ասում եք, հիշում եք Գյուլելու այդ հատվածը, դուք հստակ նշում եք, եթե անհրաժեշտություն լինի, ես ձայնագրությունը կմիացնեմ, ասում եք առանց կոնտեքստից կտրելու եւ Գյուլելը ներկայացնում եք մի իրողության մեջ, որ տեղի է ունենալու իշխանափոխություն, իշխանության զավթում, որի ընթացքում լինելու են մարդկանց գյուլելու եւ նստացնելու գործընթացներ։ Հետագայում հրապարակված ձայնագրություններով արդեն ապացուցվում է, որ որևէ խոսք չի գնացել որևէ մեկին գյուլելու, նստացնելու, հատկապես իշխանափոխության տրամաբանության ներքո։ Ավելին, այդ ձայնագրության մեջ, որը քննչականը հարիր չի համարել հրապարակել, օրինակ Հովհաննես Ավետիսյանը շատ հստակ մի նախադասություն է ասում։ Հովհաննես Ավետիսյանը եւ Բագրատ Սրբազանը այդ զրույցից, կոնտեքստից կտրված առանձին դրվագ եք ներկայացնում, որ մարդկանց գյուլելու իրավիճակ պետք է լիներ։ Ասում է ոչ մի պայմանում ոստիկաների հետ կռվի մտնել չի կարելի։ Ես ոչ հայհոյանք, ոչ խփել, ոչ որևէ այլ բան։ Ես ասել եմ ոչ որևէ բռնության նմանվող արարք։ Հիմա բառը կարող է փոխված լինի, բայց տրամաբանությունը դա է։ Այսինքն երկրորդ գլխավոր պայմանը դա է, փողոցային ոչ բռնի պայքար ունենալու համար ոստիկաների հետ չի կարելի բախման գնալ, հրել, քաշել, կռվել հետները եւ այլն եւ այլն։ Եվ Սրբազանն էլ համաձայնում է սրա հետ։ Հիմա ինձ խնդրում եմ բացատրեք։ Երբ որ դուք դա հրապարակային ասում եք, երբ որ ասում եք կոնտեքստից կտրած չի այն, որ մարդիկ պատրաստվում էին իշխանության զավթում իրականացնել մարդիկ գյուլելու միջոցով։ Հիմա դուք այս իրավիճակում ինչ պատասխան եք տալու նախ եւ առաջ մեր հանրությանը։ 18 անձեսպային կալանավորված է։ Դուք պատասխանատու պաշտոն զբաղեցնելով ունենալով ամբողջական ինֆորմացիա ձեր ձեռքի տակ, որովհետև ես դժվար եմ պատկերացնում, որ ձեզ ամբողջական տեղեկատվությունը չի տրամադրել։ Դուք վստահաբար ունեցել եք այս ամբողջը ձեր ձեռքի տակ, բայց նախընտրել եք քաղաքական ենթատեքստով, քաղաքական դրդապատճառներով, ընդհանրապես մի նախադասություն հանել եւ ժողովրդին ահաբեկել, որ այս մարդիկ պատրաստվում են Ժորժ ջան ձեզ գյուլել, ձեզ գնդակահարել, նստացնել, միայն թե իշխանություն վերցնել։ Հիմա այս բaragային դուք պատրաստվում եք նախ եւ առաջ ժողովրդից ներողություն խնդրել, եթե չէ, խնդրում եմ բացատրեք, թե ոչ կոնտեքստից կտրված ինչեր եք ներկայացնում։